Ողջույն բոլորին, այսօր կցանկանամ խոսել թե շուկայից, թե մեր ինդիկատորներից և ներկայացնել ևս մեկ անգամ, թե ինչպես են աշխատում մեր ինդիկատորները։ Սկսենք ընդհանուր կայքից, պլատֆորմից, ինչպես է այն աշխատում։ Նախ նշեմ, որ մենք ունենք երկու տվյալների աղբյուր, դասականը դա մեր հին տվյալների աղբյուրն է, որը գոյություն ունի ավելի քան 3 տարի, սակայն ունենք նաև նոր տվյալների աղբյուր, նոր տվյալների բազա, որը փորձարկման փուլ է անցել դեռ 1 տարի առաջ և արդեն կես տարի է, ինչ հաջող կերպով օգտագործվում է։ Տարբերությունը այդ երկու տվյալների աղբյուրի այն է, որ հին տվյալների աղբյուրում մենք ունենք միայն սպոտային լիմիտային օրդերները գնման և վաճառքի բիդասքեր, իսկ ներկայիս նոր տվյալների աղբյուրում ունենք նաև ֆյուչերսային գնման և վաճառքի լիմիտային օրդերները, որոնք տալիս են մեծ օգուտ և մենք կարողանում ենք հասկանալ շուկայի ամենաբարձր և ամենացածր գները, մաքսիմումներն ու մինիմումները։ Այս պայծրությամբ մենք գտնվում ենք հին տվյալների բազայում, օգտագործում ենք հին տվյալների բազան։ Այս հին տվյալների բազայից միակ բանը, որ այս պայծրությամբ դեռևս ավելի օգտակար է և ավելի լավ է ազդանշան ցույց տալիս, դա մեր AVG ինդիկատորն է։ Սա պատրաստի սեթափներն են այստեղ գտնվում, մեր պատրաստի սեթափներն են, որոնցով կարող եք աշխատել ինքնուրույն, սակայն ինդիկատորները մնացած բոլորը այստեղ են։ Ընդհանուր AVG ինդիկատոր, քոինի ինդիկատոր, bid-ask ինդիկատոր, որը վերաբերվում է տվյալ քոինին, bid-ask total ինդիկատոր, delta, ratio, market div coin, liquidations, funding և scores ինդիկատորը։ Հերթականությամբ կանդրադառնանք բոլոր ինդիկատորներին։ Շատ օգտակար է funding ինդիկատորը, bid-ask ինդիկատորները, AVG ինդիկատորը շատ օգտակար է երկարատև թրեյդինգի համար։ Մի խոսքով բոլորին հերթականությամբ կանդրադառնանք։ Ինչպես նշեցի, այս հին տվյալների աղբյուրից օգտագործում ենք հիմնականում AVG ինդիկատորը, մնացած բոլոր ինդիկատորները արդեն տեղափոխել ենք միայն նոր հարթակ և օգտագործում ենք ավելի շատ միայն նոր հարթակում, քանի որ նոր հարթակի տվյալները ավելի ճշգրիտ են և ցույց են տալիս շուկայի ամբողջական իրավիճակը։ AVG ինդիկատորը մեր հիմնական տվյալների բազայով նայում ենք 15 րոպե և 1 ժամ ժամանակահատվածներում։ Նորից հիշեցնեմ, ինչպես է աշխատում AVG ինդիկատորը, երբ այն ունի երկու մակարդակ, 1 և 0.5, երբ այն հասնում է 0.5 մակարդակին, դա նշանակում է, որ շուկան հասել է իր մաքսիմալ գներին, և երբ այն հասնում է 1 մակարդակին, նշանակում է, որ շուկան հասել է իր մինիմալ գներին։ Այս վերջին ժամանակահատվածում հոկտեմբերի 10-ին, երբ տեղի ունեցավ շուկայի կտրուկ անկում, այդ դեպքերից հետո շուկայական մաքսիմալ և մինիմալ գները շատ արագ են փոփոխվում, սակայն նշեմ, որ AVG ինդիկատորը հիմնականում ցույց է տալիս իր մաքսիմալ և մինիմալ կետերը միջինում 1 և ավել ամսվա ընթացքում, այսինքն մինիմալ կետը եթե մենք տեսնենք այսօր և դա կլինի շուկայի մաքսիմալ գինը, այնուհետև շուկայի մինչև մի մինիմալ կետը տեսնել և AVG ինդիկատորի մաքսիմալ կետը տեսնելը կարող է անցնել 1-ից 2 անգամ 3 ամիս։ Հիմա ցույց տամ, որպեսզի ավելի պարզ լինի։ Վերջին անգամ ցույց տամ Bitcoin-ի վրա, որ ավելի պարզ լինի։
Վերջին անգամ ես հիշում եմ, որ AVG-ն գրանցել էր իր մինիմալ կետը այս ժամանակահատվածում հուլիսի 22-ին։ Գինը ցույց էր տվել իր մինիմումը, իսկ AVG-ն ցույց էր տվել իր մաքսիմումը։ Ահա, ցուցանիշը հենց հասել է 1 ժամանոց գրաֆիկով հենց հասել է 1-ին, որից հետո մենք մի քանի ամիս շարունակ ունեցանք աճ, աճը շատ երկար տևեց, մենք տեսանք բազմաթիվ altcoin-ների նոր մաքսիմալ գներ, սակայն AVG ինդիկատորը շատ երկար ժամանակ ցույց չէր տալիս 0.5 մակարդակ, այդ ցուցանիշը մենք շատ երկար ժամանակ չէինք տեսնում։ Հուլիսի 22-ից անցել է, կարելի է ասել, 2 ամիս, մի փոքր քիչ, երբ հոկտեմբերի 4-ին, 3-ին, 5-ին, 6-ին այս ժամանակահատվածում 3-ից մինչև 7 ընկած ժամանակահատվածում AVG-ն ցույց տվեց իր մինիմալ ցուցանիշները 0.46 ցուցանիշը մենք տեսել ենք, ինչպես տեսնում ենք այդ դեպքերից հետո, կներեք սխալ ասացի, ոչ թե չնայած չէ ճիշտ ասեցի հոկտեմբեր, ինձ թվաց օգոստոսի մասին եմ խոսացել, ոչ հոկտեմբեր ամիսը շատ ճիշտ նշեցի, երբ բիտքոյնը գրանցեց իր նոր մաքսիմալ գինը, հոկտեմբերի 3-ից մինչև 8-ը AVG-ն ցույց է տվել իր մինիմալ ցուցանիշները, որից հետո մենք տեսնում ենք, որ շուկան ունեցավ շատ կտրուկ անկում և գրանցվեց AVG-ի մաքսիմալ ցուցանիշը, որտեղ որ հարկավոր էր կատարել սպոտային գնումներ կամ բացել փոքր ռիսկայնությամբ ֆյուչերսային գործարքներ։ Դեռևս AVG-ն ցույց չի տվել 0.5 մակարդակ, ինչը կնշանակեր շուկայի մաքսիմում։ Սակայն ինչպես տեսնում ենք, այն հասել է 0.54 մակարդակին, որից հետո շուկան ունեցավ շատ կտրուկ անկում։ Թե բիտքոյնը, թե altcoin-ները ունեցան շատ կտրուկ անկում։ Չի բացառվում, որ մենք կունենանք ևս մեկ աճ և AVG ինդիկատորը ցույց կտա 0.5 ցուցանիշը։ Հիշեցնեմ, որ նախորդ վիդեոյում ես նշել էի, որ բիտքոյնը կարող է հասնել $104,000 հատվածին, զոնային, իսկ էֆիրումը 3700-3600, հենց այդպես էլ եղավ, որտեղից հետո սկսվեց աճը։ Վիդեոն նկարել էի ամսի 16-ի երեկոյան, իսկ ամսի 17-ի առավոտյան արդեն շուկան սկսեց անկում ապրել, որից հետո գրանցվեց AVG-ի մեկ ցուցանիշը և այդ ժամանակ հարկավոր էր բացել ֆյուչերսային լոնգ գործարքներ կամ կատարել սպոտային գնումներ։ Արդյունքը երկար սպասեցնել չտվեց, հենց միայն բիտքոյնը ընդամենը 4 օրվա ընթացքում գրանցեց 10% աճ։ Միայն բիտքոյնը 4 օրվա ընթացքում 10% աճ։ Տարբեր altcoin-ներ 20, 30 մինչև 40% աճ են գրանցել այդ ժամանակահատվածում։ AVG ինդիկատորը մեր հիմնական տվյալների բազայով ես արդեն ձեզ ցույց տվեցի։ 0.5 մակարդակը դա գնման մակարդակն է և 1 մակարդակը դա վաճառքի մակարդակն է։ Գնում ենք, երբ ցուցանիշը հասնում է 0.5 մակարդակին, կներեք, նոր սխալ ասացի, վաճառում ենք, երբ ցուցանիշը հասնում է 0.5 մակարդակին, եկեք ընդգծեմ, որպեսզի ավելի պարզ երևա, այս հատվածում մենք վաճառում ենք, ցույց տամ նաև ինդիկատորի վրա, այս հատվածում մենք վաճառում ենք, իսկ
Այս հատվածում մենք գնում ենք։ Ամեն ինչ շատ պարզ է, կարող ենք սպասել 1 ամիս, 2 ամիս, այդ ժամանակահատվածը համբերատար կարող ենք սպասել, հենց ինդիկատորը ցույց տա 0.5 մակարդակ վաճառել, հենց ինդիկատորը ցույց տա 1 մակարդակ կատարել գնումներ։ Սակայն սա երկարատև աշխատանքի գործիք է, մենք ունենք բազմաթիվ այլ գործիքներ, որոնցով կատարում ենք թե միջնաժամկետ թրեյդինգ, թե թրեյդինգ օրվա մեջ, անգամ scalp trading։ Անցնենք մյուս ինդիկատորներին, տեղափոխվենք մեր նոր տվյալների բազա, այն կոչվում է Novinable։ Եվ այստեղ արդեն առանձին ծանոթացնեմ ձեզ մնացած բոլոր ինդիկատորների հետ։ Սկսենք funding ինդիկատորից։ Ինչ է մեզ ցույց տալիս funding ինդիկատորը։ Funding-ը դա այն է, երբ դուք տեսնում եք ֆյուչերսային շուկայում տվյալ քոյնի համար սահմանված ֆինանսավորման վճարը։ Երբ դուք ուղղացում եք ֆյուչերսային գործարք, դուք պարտավորվում եք վճարել 8, 4, 2 կամ 1 ժամը 1 ֆինանսավորման վճար։ Կախված նրանից, թե որքան գումար եք վերցրել եւ կախված նրանից, թե այդ ժամանակահատվածի համար որքան է սահմանված ֆինանսավորման վճարը, տոկոսը, դուք վճարում եք այդքան գումար։ Կամ մյուս դեպքում դուք ստանում եք այդքան գումար։ Ինչպես է դա որոշվում, եթե այդ պահին, օրինակ, որևիցե մանր altcoin եք դուք վերցրել եւ թրեյդանում, օրինակ վերցնենք ինչ-որ memcoin, VIF-ը որպես օրինակ վերցնենք, եթե VIF altcoin-ի վրա թրեյդ են անում 100 հոգի եւ 50-ը բացել են long գործարքներ, իսկ 50-ը բացել են short գործարքներ, այդ դեպքում տոկոսադրույքը կարող է լինել 0%։ Քանի որ այդ տոկոսադրույքը ստեղծված է նրա համար, որպեսզի պահպանվի բալանսը եւ երբ շատանում են long գործարքներ բացողները կամ շատանում են short բացող գործարքները, short գործարք բացող մարդիկ, այդ տոկոսադրույքը սկսում է փոխվել ի վնաս այն կողմի, որոնք որ ավելի շատ են։ Եթե շատ են բացել long գործարքներ, ապա տոկոսադրույքը դառնում է դրական եւ բոլոր long գործարք բացած մարդիկ սկսում են վճարել գումար բոլոր short գործարք բացած մարդկանց։ Եթե օրինակ 100 հոգուց 70-ը բացել են long գործարք, նրանք վճարում են տվյալ ժամանակահատվածում սահմանված տոկոսադրույքը short գործարք բացած մյուս 30 հոգուն։ Սա ավելի մանրամասն բացատրություններ, ովքեր որ տեղյակ են շուկայից, ովքեր որ շուտվանից են այս շուկայում, նրանք ավելի լավ գիտեն, նրանց համար այսպիսի բացատրություն հարկավոր չէ։ Մի խոսքով, մեր funding ինդիկատորը ցույց է տալիս ընդհանուր շուկայում բոլոր coin-ների միջին ջերմաստիճանը, կարելի ասել, ինչ կարգավիճակ ունեն բոլոր coin-ները։ Այստեղ հենց հիմա ներկա պահին մենք տեսնում ենք 4 ցուցանիշ, ցուցանիշ նիժը ցածր, դա նշանակում է, որը 60 է այս պահին, դա նշանակում է, որ ֆյուչերսային զույգերի 60%-ը, բոլոր ֆյուչերսային զույգերի 60%-ը մի փոքր ավելի շատ short գործարք են բացել մարդիկ, քան long։ Տարբերությունը կարող է լինել չնչին, օրինակ 55 հոգի բացել է short գործարք, 45 հոգի բացել է long գործարք։ Այդ տարբերության պատճառով այդ բոլոր coin-ների զույգերի funding-ը բացասական է, բայց չնչին 60% coin-ները ներկայությամբ ունեն բացասական funding։ Отрицательный կապույտ գիծը 22%։ Սա նշանակում է, որ coin-ների 22%-ը
զույգերի 22%-ը ագրեսիվ շորթում են մարդիկ, այսինքն 80 հոգի շորտ գործարք է բացել օրինակի համար եւ ընդամենը 20 հոգի բացել է լոնգ գործարք։ Մարդիկ ավելի շատ հակված են այն բանին, որ շուկան անկում կունենա։ Եթե ընդհանուր գումարենք նիժը եւ ատրիցիացիոնին, ավելի շատ շորտ գործարքներ են այս պահին շուկայում։ Ընդհանուր առմամբ 82%-ը բոլոր զույգերի շորտ գործարքները ավելի գերակշռում են։ Ստանդարտը դա այն տարբերակներ, երբ 100 հոգուց 50-ը ունեն լոնգ, 50-ը ունեն շորտ գործարք, ընդամենը 16%, եւ վիշը, որը նշանակում է, որ տվյալ քոինների վրա ավելի շատ լոնգ գործարքներ ունեն մարդիկ, քան շորտ գործարքներ։ Բոլոր քոինների ընդամենը 2%-ն է բոլոր զույգերի, որ մարդիկ հավատում են, որ այդ քոինները կունենան աճ եւ ագրեսիվ լոնգ գործարքներ են բացում։ Այսինքն 70-80 հոգին բացել են լոնգ գործարք, իսկ 30-20 հոգին բացել են շորտ գործարք։ Երբ մենք դիտարկում ենք առանձին Bitcoin, Ethereum, Solana, XRP, BNB եւ մնացած այլ քոինների ֆանդինգը, մենք կարող ենք տեսնել սխալ պատկեր եւ կարող ենք սխալ ընկալել շուկան, իսկ մեր ինդիկատորը ցույց տալով ամբողջ շուկայի պատկերը մեզ համար պարզ է դառնում, թե որ կողմ պետք է շարժվի շուկան։ Եկեք որպես օրինակ ձեզ ցույց տամ այս երկու դեպքերը, այս հատվածը եւ այս հատվածը։ Տեսեք, այստեղ ամենացածր գնային սահմանում 46% շուկայի գտնվել է ագրեսիվ շորտ գործարքներում եւ 47%-ը գտնվել է չափավոր շորտ գործարքներում։ Նորից հիշեցնեմ, 46%-ը ագրեսիվ շորտ գործարքներում, այսինքն դա նշանակում է, որ բոլոր ֆյուչերսային զույգերի 46%-ը 100 հոգուց 90-ը, 80-ը բացել են շորտ գործարքներ եւ ընդամենը 10-20 հոգին բացել են լոնգ գործարքներ։ Իսկ նիժն կանաչ գիծը ցույց է տալիս այն, որ չափավոր ավելի շատ շորտ գործարքներ են բացում մարդիկ, քան լոնգ։ 55 հոգին օրինակ բացում է շորտ գործարք եւ 45 հոգին բացում է լոնգ գործարք։ Ընդհանուր առմամբ այս ժամանակահատվածում ավելի շատ գերակշռել են շորտ գործարք բացած մարդիկ։ Եվ արդյունքը այն է, որ տեսնում ենք շուկայի կտրուկ աճ, որի ժամանակ բոլոր շորտ գործարքներ բացած մարդիկ ստանում են լիկվիդացիա կամ ստանում են stop loss։ Եվ այս մյուս իրավիճակը, այս հատվածը նորից տեսնում ենք, որ այս գնային զոնան ամենացածրն է եւ այս գնային զոնայում նորից մարդիկ բացել են շատ մեծ քանակությամբ շորտ գործարքներ։ Եթե ավելի կարճ լինենք, երբ տեսնում եք, որ կապույտ գիծը եւ կանաչ գիծը ավելի շատ են տոկոսային հարաբերությամբ, քան այս գազարագույն եւ կարմիր գծերը, այդ ժամանակ մենք կարող ենք հանգիստ բացել լոնգ գործարքներ կամ կատարել սպոտային գնումներ։ Դա նշանակում է, որ շուկան պատրաստվում է աճի։ Իսկ այստեղ մենք տեսնում ենք, որ շուկայի ամենաբարձր գնային հատվածում արդեն քչանում են ագրեսիվ շորտերը եւ չափավոր քանակությամբ շատանում են լոնգերը, կարելի է ասել, որ շուկան գալիս է բալանսի, որից հետո շուկան նորից սկսում է անկում ունենալ։
Սա կարելի է նշել, որ ավելի շատ օգնող ինդիկատոր է, այն հիմնականը չէ։ Այս ինդիկատորի միջոցով մենք կարողանում ենք զուտ ավելի լավ հասկանալ շուկան, թե մարդիկ ինչպես են այդ պահին տրամադրված շուկայում, նրանց տրամադրությունը բացասական է, թե դրական է։ Այստեղ եւս ցույց տամ ձեզ, սա հոկտեմբերի 17-ն էր, երբ AVG ինդիկատորը ցույց էր տվել իր մեկ ցուցանիշը, իր մաքսիմալ ցուցանիշը, որի ժամանակ հարկավոր էր գնել, մենք տեսնում ենք, որ այդ նույն ժամանակահատվածում մարդիկ բացել են շատ մեծ քանակությամբ շորտ գործարքներ։ Կապույտ գիծը հասել է մինչև անգամ 50 մակարդակի, բոլոր ֆյուչերսային զույգերի 50%-ը մարդիկ ագրեսիվ շորթել են, որից հետո տեսնում ենք աճ, բիտքոինը 10%, էֆիրը 20% եւ մնացած բոլոր ալթքոինները 20, 30, 40, 50%։ Այսօրվա համար այսքանը, այս վիդեոն կունենա շարունակություն, սա վիդեոյի առաջին հատվածն էր։ Մենք դեռևս ունենք բազմաթիվ ինդիկատորներ, որոնք հերթականությամբ կուսումնասիրենք։ Բոլորիդ մաղթում եմ հաջողություն եւ եկամտաբեր թրեյդինգ։ Բոլոր լինքերը կլինեն մեկնաբանություններում։